ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր առաջին ժամկետի ընթացքում երևակայել է ռումբերի պայթյունների մասին։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության նախկին պաշտոնյա Մայլզ Թեյլորը։ Թրամփն առաջին ժամկետում, համենայն դեպս երբ ես այնտեղ աշխատում էի, խորհրդականների առաջ բավականին բացահայտ երևակայում էր ռումբեր պայթեցնելու ցանկության մասին, հայտարարել է պաշտոնյան։ Նրա խոսքով 2017 թվականին Հյուսիսային Կորեայի հետ դիմակայության ժամանակ Թրամփը իրեն ազատ է պահել, ինչը վախեցրել է իր թիմին։ Բացի այդ, խորհրդակցություններից մեկից հետո ԱՄՆ պաշտպանության նախարարը դիմել է ներքին անվտանգության նախարարության աշխատակիցներին և հույս հայտնել, որ նրանք երկիրը նախապատրաստում են պատերազմի։ Նախկին պաշտոնյան ընդգծել է, որ շատ սարսափելի է պաշտպանության նախարարից նման խոսքեր լսելը։ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինփինը հարավկորեական Գյոնջյուում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ քողարկված նախած զգուշացրել է երկրներին ԱՄՆ-ի աջակցությունից։ Այս մասին հայտնել է New York Times թերթը։ Չինաստանի առաջնորդը գագաթնաժողովի մասնակիցներին կոչ է արել դիմակայել միակողմանի ահաբեկումներին, անուղղակիորեն նախազգուշացնելով չմիանալ Միացյալ Նահանգների նախաձեռնությանը, նվազեցնելու համաշխարհային կախվածությունը չինական մատակարարման շղթաներից։ Քաղաքական գործչի կարծիքով, որն առանձին ելույթ է ունեցել ձեռնարկությունների ղեկավարների առջև, Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության տնտեսությունները պետք է հանդես գան պրոտեկցիոնիզմի դեմ և թույլ չտան աշխարհը վերադարձնել ջունգլիների օրենքներին։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկիրը կարող է կիրառել նոր հրթիռային համալիր Օրեչնիկը, եթե իրավիճակը վատթարանում է, ուղղված արևմտյան երկրների հանդեպ որպես ազդանշան։ Լուկաշենկոն ելույթի ընթացքում հայտնել է, որ նման որոշումը հավանաբար ընդունվելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկումներից հետո։ Նա ընդգծել է, որ Օրեչնիկը ուժեղ զենք է և նշել. Համալիրն աստիճանաբար մոտեցվելու է մարտական հերթապահության, արդեն դեկտեմբեր ամսին։ Հետաքրքրական է, որ հայտարարությունը ներկայացվել է որպես նախազգուշագիր Արևմուտքի հասցեին։ Նշվում է, որ Լուկաշենկոյի հռետորաբանությունը կրկին աճեցնում է տարածաշրջանային լարվածությունը և միջազգային արձագանքն այդպիսի հայտարարությունների հանդեպ սպասելի է։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինից օգնություն է խնդրել, կապված Միացյալ Նահանգների կողմից սպառնալիքների հետ։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը, հղում անելով գաղտնի փաստաթղթերին։ Փաստաթղթերի համաձայն Մադուրոն Ռուսաստանից խնդրել է հրթիռներ, ռադարներ և արդիականացված ինքնաթիռներ։ Ռուսաստանի առաջնորդին ուղղված նամակը ուղարկվել է Կարիբյան տարածաշրջանում ամերիկյան ուժերի կուտակման կապակցությամբ։ Հրատարակության համաձայն Վենեսուելայի առաջնորդը նաև օգնության համար դիմել է Չինաստանին և Իրանին, նշելով իր երկրի ռազմական օգնության և սարքավորումների կարիքը։ Մասնավորապես նամակ է ուղարկվել Չինաստանի նախագահ Սի Ցզինփինին, խնդրելով ընդլայնված ռազմական համագործակցություն։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Եվրամիությունը արագորեն մոտենում է իր վախճանին։ Խոսենք եվրոպական արժեքների մասին։ Եթե ես հարցնեմ ձեզ, կրթված մարդուն, թե որոնք են եվրոպական արժեքները, ինչ կասեք մտքում անմիջապես, դուք անմիջապես կմտածեիք գենդերային հարցերի, LGBT-ի, եվրատեսիլի և այլնի մասին։ Ցանկը կարող է անվերջ շարունակվել, ասել է Շոյգուն։